Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի զարգացումներն ընդունում են աննախադեպ և ցնցող ընթացք։ Այսօր մենք ականատես կլինենք հուզական և ֆիզիկական ծանրագույն բախումների, որոնք կստիպեն մեր հերոսներին կանգնել կյանքի և մահվան, սիրո և ատելության, ճշմարտության և ստի ամենավտանգավոր խաչմերուկներում։ Սկսենք Սարգսյանների եղբայրների գծից, որտեղ լարվածությունը հասել է կրիտիկական կետի։ Լեոն տարված արագ և մեծ գումար վաստակելու վտանգավոր մոլուցքով ստում է Դավիթին, ասելով, թե իբր գնում է Սարիկին տեսնելու։ Բայց խելացի Դավիթը, զգալով եղբոր պահվածքի կեղծիքն ու անբնականությունը, որոշում է հետևել նրան։ Այն, ինչ նա տեսնում է, պարզապես սառեցնում է արյունը։ Լեոն մտել է ընդհատակյա դաժան մարտերի ռինգ։ Այս անգամ բախտը նրա կողմից չէ, նրան անխնա ու դաժան ծեծի են ենթարկում։ Եվ հենց այն պահին, երբ Դավիթը սարսափած ու խուճապահար ներս է վազում և բղավում եղբորանունը, տեղի է ունենում ամենաողբերգականը։ Լեոն, լսելով եղբոր ձայնը, կորցնում է զգոնությունը, շրջվում է և հենց այդ վայրկյանին ստանում է հակառակորդի որոշիչ ճակատագրական հարվածը։ Նա անգիտակից տապալվում է գետնին։ Դավիթը, զայրույթից ու վախից խելագարված, նետվում է եղբոր մոտ, փորձելով ուշքի բերել նրան։ Մեր վերլուծությունը հուշում է, որ այս մենամարտը շատ ծանր հետևանքներ է ունենալու Լեոյի առողջության համար, իսկ Դավիթը ստիպված է լինելու բացահայտել այս վտանգավոր գաղտնիքը Դավիթ պապիկին ու Լեային, եղբորը վերջնական կործանումից փրկելու համար։ Իսկ մինչ Լեոն պայքարում է ֆիզիկական ցավի դեմ, մենք ականատես ենք լինում Գրիշոյի և Մանանի հարաբերությունների անսպասելի և շատ գեղեցիկ փոխակերպմանը։ Հիշում ենք, որ Մանանը վանում էր Գրիշոյին, կառչելով իր վախերից ու սկզբունքներից։ Բայց Գրիշոն այս անգամ չի զայրանում, նա ընտրում է տղամարդկային ու անկեղծ ճանապարհը։ Նա ասում է այնպիսի հուզիչ, խորը և ռոմանտիկ խոսքեր, որոնք հալեցնում են Մանանի սրտի վերջին սառույցները։ Գրիշոն խոստովանում է, որ Մանանը միակն է, ում ինքն այսքան մոտ է թողել իր հոգուն ու իր տանը, որ աշխարհի չափ սիրում է նրան և ունի միայն մեկ նպատակ՝ դարձնել նրան անսահման երջանիկ։ Այս անկեղծությունը կոտրում է Մանանի դիմադրությունը, նա վերջապես հանձնվում է և տրվում իր զգացմունքներին։ Լույսը բացվում է իսկական սիրո և երջանկության մթնոլորտում։ Նրանք արթնանում են որպես լիարժեք, սիրող ամուսիններ։ Սա ցույց է տալիս, որ Գրիշոյի սերն իսկապես կարող է փրկել նրանց, եթե միայն Հունանի արյունոտ անցյալը չկործանի այս փխրուն երջանկությունը։ Բայց սերիալի ամենաշոկային ինտրիգը պտտվում է Ավոյի, Էռնայի և Հունանի եռանկյունու շուրջ։ Էռնան, իմանալով, որ չի կարող ֆիզիկապես հաղթել իր տուն ներխուժած Ավոյին, դիմում է կանացի խորամանկության։ Նա թեյ է հյուրասիրում Ավոյին, մեջը գաղտնի քնաբեր լցնելով։ Երբ Ավոն կորցնում է գիտակցությունը, Էռնան անմիջապես զանգահարում է Հունանին, հասկանալով, որ միայն եղբայրը կարող է վերջնականապես ազատել իրեն այս մղձավանջից։ Հունանը լի վրեժի ծարավով ժամանում է Արամի հետ։ Նրանք ծրագրել էին ամենադաժան վախճանը Ավոյի համար՝ տանել նրան մի ամայի վայր և ողջ այրել մեքենայի մեջ։ Բայց ճակատագիրն այլ բան էր նախապատրաստել։ Ճանապարհին ամենաանսպասելի պահին Ավոն ուշքի է գալիս։ Կենդանի մնալու գազանային բնազդով նա ձեռքն է գցում երկաթե մահակին և ուժգին հարվածում Հունանի գլխին։ Ստանձնելով նախաձեռնությունը, Ավոն փոխում է ուղղությունն ու անգիտակից Հունանին տանում անհայտ, միայն իրեն հայտնի ուղղությամբ։ Սիրելի հեռուստադիտողներ, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Ինչ եք կարծում, կկարողանա Դավիթը փրկել եղբոր կյանքը և կդիմանա արդյոք Գրիշոյի և Մանանի նորածին երջանկությունը Հունանի հերթական հարվածներին։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։